Ողջույն։ Ողջույն։ Ահա, մեր Նելիչկային վեկալ ենք Դավիթ անհաղթ փողոցից, Մերոնցից Նելիչկան։ Ողջույն։ Ողջույն։ Նկարում եք։ Այո։ Հեսա կկտրեմ, ոչինչ։ Ամիս ամսատիվ ասեմ ու դադարեցնենք զրուցենք շուտվանից չենք զրուցե իրար հետ։ Ամսի 19-ը, հունիսի ժամը 6:15 և 26 աստիճան։ Դավիթ անհաղթ փողոց։ Ահա, հասանք Մարգարյան փողոցն է։ ու Արգենտինայի զբոսայգին Աչափնյակում ենք։ Մարգարյանով եթե գնաք, այնտեղ ուղղահայացը Ալավյան փողոցն է։ Աղջիկները ուր են, ասեցի ստեղ մի տեղ նստեք, ես մինչև մեքենայի մեջից մի քանի բան կար հանելու։ Երևի ստեղ արև է եղել, հա, այն կողմ են գնացել։ Դե գնանք։ Ինքան շատ մեքենա էր, սենց բան, ստեղ որ գալիս էի, համեմատաբար հեշտ էի կանգնում միտեղ, հիմա բացարձակ չկա։ Նենց էլ չի էլի, որ ինչ-որ կիրակի իլնի, թե ինչ ելնի։ Այս մարդը ես ինչ աշխուժ ինչ-որ պատմություններ է պատմում մերոնց մեր աղջիկներին։ Բարև ձեզ։ Անայ չեմ ասե, անծանոթ մարդու հետ չխոսաս փողոցում։ Ծանոթացել ենք ապրել։ Հա, չեմ ասե, անծանոթ մարդու հետ մի ծանոթացի։ Ոչ եմ խանգարում։ Չէ, խոսացեք, ես մի քիչ ման գամ։ Բայց մեկելի։ Դե եկեք, եթե ընկերը կարևոր բան չունի ասելու։ Դու ընդեղ էլ զրուցում ինչ-որ մեկի հետ։ Ես ոչ մեկի հետ չէի զրուցում, ես ընդեղից ձեզ եմ ման գալի։ Ոնց ման գալի։ Ես մի հատ ալի։ Մելի, քեզ որտեղ ասեցի նստեք։ Դեռ սաղ ծրտած էր։ Հա, սա։ Բա ես ինչ իմանայի, որ ծրտած է։ Հա։ Դե ճանապարհին կպատմեք, ինչ հետաքրքիր բան պատմեց մեր ընկերը։ Զրուցում ենք, իմիկվա ջայլություն, արշություն առաջով ետենք։ Հա, որն է լավ, իմիկվանը թե առաջվանը։ Առաջվա։ Իա։ Արի հիմա այստեղուն հարցնենք։ Հարցնենք դրանք շալվարով քնես, շալվարով կլեն։ Իմիկու լավ է։ Ինչով։ Շալվարով քնում են, շալվարով ես դարձնում։ Հիմա։ Հա։ Դες բան կա։ Բա պիժամաներ են, չէ՞։ Չէ, փողը ջան չեն։ Պիժաման ինչ, օրեղվարս էլ էր պիժամայով քնում, ինչ կա Ջան դե։ չեն իմիկվա ջինսեր խանեն, արեցին։ Ես բան։ Կուշտ կերան թեփեն կողը։ Ես տղա ունեմ, թոռ ունեմ, ոչ մեկը շալվարով չի քնում։ Դեր կարող է խանել, հարցնեն նա չեն խանել, ջան չեն։ Ալարու։ Մի հատ էլ աղջիկ ունեմ, երկու հատ աղջիկ թոռ, էլ շարել մի արա, երեխեքի վրա։ Ես էլ գնալ չիմ Բա հարց ունեմ քաղաքի։ Հա։ Աղջիկս քաղաքում ամուսնացել։ Իրեք երեխեներս է։ Ձևերն ասել։
Առաջվա արստություն իմիկվասկի չկա։ Դե չէ, ախր նույնը չի ոնց կարա մնա կյանքը, պետք է փոխվի էլի։ Այ քուտա։ Դու մեր ես դու ես կոչում։ Դու նստած արցնետա քնի, հա? Կամ դու առավոտ տանես իրան առավոտ շուտանես ինին, հա, 10-ի։ Հենց կոֆե սարքես տանես տեղակերն է չարտը։ Կոֆե խմի, հա? Դե ախր Միտենցա։ դե ամեն մարդ իր տեսածն է պատմում։ Ես սակտոպես եմ տեսել, ոչ թե խոսքանի մասին Գերմանիան թափես եմ տեսել, իմիկվատ Հա, իստեմ։ բարձա։ Բավո։ Իսկ ձեր կինը ձեր ծնողներին կոֆեն մի անգամից չի կարա ուրիշ ձևի։ Ասենք առաջ արցեն կուտեմ հաց կուտեր, նստեմ կուտ ճաշ կուտեր։ Էդ ինչ բանա որ։ Առաջ է քուրը կոտես չէ առաջ։ Չէ։ Ուրեմն կինս շատ վատ հարց է եղել, մեզ հետ նստում հաց էր ուտում։ Անայդ քեզ այնց հիաստափվեցի։ Դե գնացինք ձեզ լավոր։ Աջողություն, աջողություն։ Ստեսն ձեզ։ Գնացինք։ Եկեք երեխեք ջան, որ լավ լսվի, մեկը մի կողմից, մյուսը մի կողմից։ Այդ վաղտ երկուսդ էլ կլսվեք։ Նելի քանի անգամ ես եղել զբոսայգում։ Երևի թե երկու։ Երկու անգամ եղել ես, հա, ահագին է։ Տենց շատ չեմ մտել, կարծեմ մի անգամ միջով անցել եմ, մի անգամ ձմեռն ա եղել, տենց բաց չի, ծառեր բաներ։ Իսկ նկատել ես, որ ստեղ Հնդկաստանից մարդ կա, այս այգում։ Հնդկաստանից մարդ կլինի, էլի, ամբողջ Երևանում Հնդկաստանից լիքը մարդ կա։ Չէ, ստեղ արձան կա։ Դե գնանք քեզ ցույց տանք, քեզ հետաքրքիր կլինի։ Այո, Չասես ով է։ չենք ասի ով է։ Այսինքն միջև գնում ենք, Նելի։ Մի երկու տարբերակ ասա, քո կարծիքով ում արձանը կարող է լինի։ Իդեպ ասեմ, շատ անկապ այգին կոչվում է Բուենոս Այրես, Մենք այսինքն այդ բոլորը արդեն խոսած։ Էդ էի մտածում Բուենոս Այրեսը ու Չէ, Բուենոս Այրեսը անկապ չի, բայց Հնդկաստանը, հա, մի քիչ որ կպցրել են, անհասկանալի է, բայց դա տենց են որոշել։ Դե հիմա Դելի բան չկա այգի մեզ մոտ, ոչ էլ Բոմբեյ։ Ճիշտ եմ ասում, էլի, այդ հնդկական քաղաքներ են։ Հա։ Հետաքրքիր է, որ այս այգին լրիվ պետական է, պատկերացնում ես։ Այսինքն քաղաքապետարանն է սարքել։ Բարելավել էլի։ Շատ լավ ծառերով Պետարանն է Դե սակար։ թաղապետը բարձ է ինքը բահով փոս բան չի փորե, Դե բայց կարող է Բուենոս Այրես միգուցե Արգենտինայից ինչ-որ փողի բան են ստացել, էլի օգնություն են ստացել, որ կոչը գնա։ դա հետում գտնենք, որ մեզ պատմի այդ պատմությունները։ Այդ այգու։ Լավ, սենց հələ որ հովով գնանք, որտեվ ոնց է ծառերը։ Դե դու Հնդկաստան տեսած են նրանց ծառերից հետո։ Այգին, հա, շատ լավն է։ Հա։ Հարցս լավ չասեցի, հա, չհասկացիր։ Հա, չէ։ Հա, որտեվ ես հարցեցի ոնց է, դու բան չասեցիր, ես էլ սկսեցի ֆանտազիա անել, որ Հնդկաստանից հետո ընդեղ նենց բաներ ես տեսել, ես ինչա որ։ Հա, всё, այգին լավն է, ժողովուրդ։ Նելին դաբրոն տվեց։ Շատ լինի, էլի, այգին բաները կարևոր։ Ինչերը շատ լինի։ Այգիները։ Հա, Բայց երեք ես որ մենք գալիս էինք տուն, այդ Մոսկովյանով, բանով, որ այս տարի էլ այդքան առատ անձրևներից հետո ինչ առատ է, էլի կանաչը։ Հա, Չէ։ Ես ասեցի Արմենին ասում, բայց որ ասել, որ Երևանը բոլորովին չունի կանաչ, սուտ է դա, որովհետեւ բավական կանաչ կա։ հա։ երեխեք լրիվ սուտ չի։ Խոսքը ընդհանուր ծավալի մասին է։ Ծավալի, հա, Ծավալը Ծավալով վերցրել։ Դե մենք արդեն զրուցել ենք այդ թեմայով։
Ասենք Նյու Յորքում Central Park կա սարսափելի մեծ էլի։ Հա, հենց է դա։ Ֆրանսիայում, Փարիզում Բան Լոնդոնում ինչքան շատ կա։ Էտա Hyde Park-ը գնում ու գնում է, հետո շարունակում է։ Այնտեղ 3-4 պարկ է։ Հետ եմ ասում էլի իրար կողք տարբեր։ Մենք էլ Regent-ի մոտ էինք ապրում։ Մենք ստեղ կգանք։ Հա, Regent Park է կոչվում։ Kensington High Street։ 1 Green Park, հետո այդ բանի Դիանայի պարկը ոնց էր կոչվում, արդեն տես անունները սկսել եմ մոռալ։ Դե կարծեմ Կենսինգտոնը էդ էր։ Չէ։ Էդ է։ Դե լավ, հիմա չենք հիշում անել։ Մարդիկան իդեալական գիտեն, հիմա մենք պետք է 4 պարկ, մի փողոցի վրա, ու գիտես ինչ մեծ տարածքներ էին, ահռելի մեծ։ Ինձ մերոնցից մեկը առաջարկեց։ Ասում է տենց առաջարկ բան արա բարձրաձայնի այդ Կիրովի գործարան ասում է լրիվ մաքրեն այդ տարածքը ու մի հատ անտառ խփեն։ Այդ ոչ թե։ Բայց այդ Կիրովի չի առնում, ինչ որ համար ունի։ Չէ, համարով է այդ բանն է 447-ն է։ Դա բանն է, քիմիական գործարան է, էլի կաուչուկը։ Այդ ինչ դժվար հարցրեցիր որտեղ է։ Երրորդ մաս մի խոսքով Նել ջան, որ առաջ երրորդ մասը իր մտնում այդ կաուչուկի հոտը սաղ փողոցով տարածված էր։ Բայց հիմա ուրեմն ասեց ինձ, որ դրա տարածքը այդ եթե սաղ մաքրվի։ Ուղիղ Central Park-ի չափ է։ Այսինքն եթե այդտեղ մի հատ անտառ տնկվի, Երևանի այդ կանաչի հարցը գրեթե կլուծվի։ Բայց դες դեղն էլ է, ես ինչ ասենց դեղն է։ Այս սաղ ծառերը Խոտերել եմ նկատել, որ արդեն վարված են շատ տեղ քաղաք։ Խոտերը դե եթե առաջ չի ջրվում, ինքը մի անգամից դեղնում է։ Այդ ճանապարհը մեր տան, որ իջնում ենք Միասնիկյան, դե սաղ դեղին է։ Պատուհանից էլ որ նայում եմ, արդեն մեծ մասը դեղին է։ Այստեղ ջրում են, բայց ծառերը բան կանդարվում են իրանց հետ։ Այս միակ ծառն է, որ բոլիմինի, էլի կա այնտեղ տեղը։ Առողջ է, սա տեղն էլ է։ Հələ նոր հունիս ամիսն է։ Էս սովան էլի։ Մեջքից կար այս երեխեն ինչ ասի, ովա։ Արի ֆրանկ դեմից թողը դիմաց։ Ոչ միայն չենք ֆրա, թող այնքան նայի մինչև իմանա ով է։ Դե լավ ասամ է։ Չեմ ասի։ Այնով էր, որ սա հեղափոխությունը արեց։ Առանց ոչ մի կրակոցի։ Հեղափոխությունը անգլիացիներին տշեց։ Լավ է, հա, հասկացանք։ Բայց իր արձանը չի նստել բանացրել։ Արձանը վառել է։ Այս արձանը մի մոմենտ վառել էին։ Գիտես ինչն էր բանը։ Վառել էին։ Այո։ Ստեղ Բարձր է մեր կողմերում այն մեկը։ հետո ես իմացա, որ պարզվում է ինքը Աթաթյուրքի հետ ինչ որ գրել են իրար նամակներ եւ այլն։ Հա։ Ու մերոնք դրանից շատ զայրացած, որ տենց մարդու Ես չգիտեմ ինչի համար են վերել իր արձանը կանգնացրել։ Вообще-то անհասկանալի է, չէ՞։ Այստեղ ինչ գործ ունի, հանդիպի արձան։ Ես կողմ չեմ։ Բայց Այո։ կողմը չես վառել, չէ՞։ Վառել պետք չի, պրոստը դնելու անել։ այո։ Ես հասկացան էլի, դու իր հետ լավ ծանոթ չես։ Սա համաշխարհային դեմք է։ Զատո դու բարեկամն ես։ Սկզբի համար խորհուրդ կտամ, հենց Գանջի ֆիլմ կա։
Այդ ֆիլմը մի հատ նայես։ Ես իրանց լավ գիտեմ։ Հաջան։ Ինչա։ Ես գիտեմ ամեն ինչ լավ, բայց Չէ լուրջ, սաղ գիտես։ Հա, դե այդ վաղտ Սա կներես։ ոչ մեկը չգիտե Արմենն այս աշխարհում։ Չէ, բարձ է այդ, հա։ Չա գրած, այստեղ գրած է ինչ-որ բան։ Թե այս ծառերին է վերաբերում։ Դե լավ, եթե արձանը տենց կասկածելի է, էլ չկարդանք։ Սա էլ ծառն է, Մահատմա Գանդի։ Ծառի անունն է Մահատմա Գանդի։ Որտեվ հաստատ հեսա կարշամ։ Ի հիշատակ հնդիկ ազգի հոր Մահատմա Գանդի այս ծառը, որը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջև բարեկամությունը։ Տնկվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ճայշանկարի կողմից։ Հայ երևում է, որ Հնդկաստանում եղել ես, անունները նստավ, արագ վարշ կարդացիր։ 21 թվական։ Բայց գրած էր հնդիկ ինչ, ժողովրդի հայր, ինչ որ տես բաներ գրած։ Ազգի հայր։ Ազգի հայր, այո։ Դե, որ ազատել է բանից, կալանիզատորներից հայրը համարվում, բայց իրանց համար, մեզ համար ինչ։ Կաֆեն, հա։ Մտած, չէ, այգու մեջ։ Նյուտոնա կոչվում իմիջայլուց։ Գնացինք։ Հա, գնանք, ես բաներն եմ նայում։ Են կարմիր թուփը, են բմբուլոտ ծառը։ Եկեք ստեղ մի հատ հովտեղ գտնենք, այս կաֆեում։ Չէ, հետևինն են էլ։ Չէ, իրանն է։ Ուր է հետևը։ Կանաչ ճղերը։ Հա, մեջից ճղեր է գնում։ Հես այս հողտում են Լավ արևա չի մի բարձել։ Առը կաֆեի մեջ ինչ լավն է մեջտեղի հետ, չէ։ Այո։ Ներ, բայց Թթի ծառ է, հա, էլի էտա զարմանալի ոնց էր թե թութ է։ բայց թութ չկա։ Հա։ Բա երեկը նենց Էն ինչ էին անում շներին, են որ ականջին բան էին կպցնում։ Էն ականջին որ կպցնում են ոնց է, ստերիլիզացիա են արել երևի թութը։ Հա, երեք Անահիտը շատ համով Դու փորձեցի։ Չէ։ Ոնց մեղր ելներ, ես Ես հավատում եմ։ տարիներ չեմ գիտել։ Հա։ Առավոտից պատմում է Անահիտը, որ տենց թութ չէր կերել։ Հա, ծառը իրոք գեղեցիկ է, մեջտեղը։ Այն սեղանը ոնց որ հովի մեջ է երեխեք, հա։ Հա, մեր այն սեղանը արևի տակ է։ Անունը չեմ հիշում, բայց հաստատ հիշում եմ, որ Մասիվում էր ապրում։ Հա, Բորը։ հա, Մատուցո։ այո։
Ես չեմ ճանաչում ճիշտ ասած։ Այս բային ամենակում գոռանով մոտցով չեմ։ Ուրեմն դուրս է եկել։ Որ ես լինեմ ոչինչ, ես էլ վիլեն եմ։ Չէ, մենք դեմ չենք բոլորովին։ Ուղղակի մենք դա այդ ոնց որ արդեն մոտիկ ծանոթացել ենք։ Հա, հետո մասիվում էր ապրում։ Հա։ Մենք էլ ենք ընդեղից։ Հասկացած։ Են ծայրի սեղանն էր եսիմ։ Կարող է այն մեկը, դուք էլ նայեք, որն է լավ։ Այ պետք է մատուցողին հարցնեինք, որ արևը մտնելուց էլի հով մնա։ Ինչ խորհուրդ կտակ, որտեղ նստենք, որ արևը ինչքան էլ շարժվի հով մնա։ Օրինակ այս սեղանը ոնց է։ Սա սեղանարն է։ Հա, այս հաստատ բան չի ոչ։ Հեսա մի քիչ էլ է իշտնելու, սաղտեղ արև ալնելու։ Ստեղել, հա։ 20 րոպե։ Նստեք հիմա, համեցեք, պետք է մի քիչ տեղափոխվեք։ Լավ։ Ստեղ շատ աղմկոտ է։ Գնացինք ընդեղ։ Տեղցատեր չեն բնակում, չէ՞ երևի։ Չէ, այստեղ չէ։ Դեկորատիվ է։ Մեկ էլ ես մի հատ էլ հարց, այս թթից առաջ է։ Այո։ Բա ոնց է կարե թուրք չի թափում։ Չգիտեք։ Չէ, ճիշտ ասած, գիտեմ։ Դու չի տալի ոնց որ դե։ Հարցս։ Դավայ նստենք ստեղ։ Դե դավայ նստեք այդտեղ։ Գիտեմ, ես էլ եմ Մասիվից։ Հա։ Մասիվ չեմ ապրում, հա, Մասիվ մեծացել եմ։ Որ Մասիվը։ Երկրորդ։ Հա, մենք էլ առաջինն ենք։ Չէ, մենք Հենց են Հայկի արձանի հետևի շենքը հենց։ Հա։ Գայի 7-ը։ Այո, Դեռ գիտեմ։ մեծացել եմ։ Որ դպրոցն եք գնում։ 164-ը։ Օ, 164-ը։ երկրորդ մասիվում։ Այո։ Դադայան, Դադաշյան։ Չէ, հիմա Սաֆարյան։ Նվեր Սաֆարյանի անունով էր այն ժամանակ։ Դու տնօրենին ես ասում երևի Դադաշյան։ Իրոք Ժաննան էդ էր։ Ժաննան։ Չէ, Մեր Պուշկինսկի դպրոցից Ժաննան։ Չէ։ Ես 2008-ին որ դուրս եկա, տնօրենը Ներսիսյանը դառավ։ Դոլի ինձ Մենք հետո։ այդ 164 դպրոցը տեսել ենք։ Այդ Դե բարձա տեսել ենք։ չինական դպրոցի դիմացներն է, այս կողմը։ Հա, Մի քիչ քայլեցինք այն կողմ ու այս նույն այդը։ հա։ Ռուսական դպրոց է այդ ժամանակ։ Ռուսական էր, հա։ Հա, Հա։ Սկզբից եղել է ռուսական, այո։ Այն կողմերից եկանք, աղջիկները ընդեղ նստած են, ես մի հատ սենց ոտքով մի թեթև տեղանքը հիշացնեմ ձեզ, այս Մարգարյան փողոցն է, ստեղ խաչմերուկն է, կոֆե հաուզը նայեք, ստեղ էլ է հերթ, ոնց որ հյուսիսայինի վրա։ Այս Հավաբյան փողոցն է։ Դեպի այն կողմ ֆիզիկոսներն են։ Եղել են այդտեղ երևի մի 3 անգամ։ Այն ուղղությամբ դե Թումոն է, կարծում եմ պարզ է, դեղ մի տեղ է։ Օ, ես ինչքան մարդ լցվեց, այ մարդ։ Հետաքրքիր է, չէ՞։ Գներն է մատչելի, ինչ է։ Այս սարովին լավն է, չէ՞ շատ։
Այնտեղ Մահատմա Գանդին է, որի առկայությունը ստեղնելին համարեց ավելորդ։ Ինձ դժվար է ճիշտն ասած ասել, որ ես դեմ եմ չէ, որտեվ ես երբ որ ծանոթացա այդ մարդու հետ, դե գրականությունից բնականաբար, շատ ապշած ու հիացած էի։ Առաջի ծանոթությունը հիշում եմ, մենք ամսագիր էինք ստանում, կոչվում էր Կուրիեր ՅՈՒՆԵՍԿՕ։ Դա են եզակի արտասահմանյան են էլ կապիտալիստական երկրում տպվող ամսագիր էր, ու այնտեղ համարյա մի համար նվիրված էր իրան, այդ իմ առաջի ծանոթությունն էր այդ մարդու հետ։ Այս վերևը գրած է Ֆորմուլա Հաբ։ Ես մի անգամ ոնց որ պարզեցի ինչ է այդտեղ, բայց անկեղծ ասած չեմ հիշում։ Կարծեմ լրիվ չպարզեցի, թե կիսատեր այդ դեռ ներսը անբնակելի էր, չեմ հիշում։ Օֆիս է, ինչ որ ոնց որ թե դրա համար էլ չեմ հիշել։ Հա, տարբեր հարգերում տարբեր բան է։ Եկեք անունը դնենք բիզնես կենտրոն։ ու գնանք դալշը։ Որտեղ նույն կոֆե շոփը պետք է լինի, բայց այնտեղ էի ուզում բարձրանալ։ Չէ, այս դուրը փակ է։ Մայր կնա մայր օդա։ Դեռ այդ սպացի պիկոինա կապելա։ Անցնեմ
Նա այս մասը լրիվ երեխաների տարածքն է։ Այն հետևն էլ Armenia հբայա, լավ չեմ տենում մութը։ Կարծեմ նշանակում է Հայաստան բժշկական կենտրոն, եթե չեմ սխալվում։ Armenia հբա։ հբկ բժշկական կենտրոնը։ Այս լիճը դե ավելորդ է ասել, որ հիշում է սոսկալի վատ վիճակում էր։ Բայց շատրվանը լրիվ չի աշխատում լիաթոք, ես մեկը։ Իրան մի ասա, որ ես ասել Եկանք արդեն ծանոթ ծառովի, ստեղ մի տեղ է մեքենան կանգնած։ Այն կողմ պետք է գնամ, բայց եկեք մինչև այդ մի հատ ես մեքենայի մոտ մոտենամ, այնտեղ որոշ բան պետք է վերցնեմ։ Այս կողմն էլ արդեն սպորտային ավելի մեծահասակների համար։ Իսկ այն ուղղությամբ այնտեղ Ֆուչիկի փողոցն է։ Մարգարյանին ուղղահայաց։ Այս կողմը դպրոցներ կան, երկու հատ, եթե չեմ սխալվում։ Ու հետ գնամ մեքենայի մոտ, սրճարանի մոտ։ Այս էլ այդ նստարաններ է, որ աղջիկներին ասել էի նստեք մինչև ես մեքենայից ամեն ինչը հավաքեմ գամ։ Yes, das waren drei. Just Phasen.
այս կողմից մուտք չկա, հա, եթե ստեղից գնամ, խոտերը պետք է տրորեմ։ Լավ, գնանք այդտեղից։ Խաչմերուկի կողմից է մուտքը։ Այս կոֆե հաուսը լուրջ մրցակից կարարնի։ Այստեղ արդեն սեղաններ են դրել իրանք։ Նյուտոնը իհարկե ուրիշ է։ Հմայքը սրճարանի լույսերը վառվեցին, խայտարակվեցինք, պարզվեց Անահիտը շփոթել էր, գործ էր տղայի անունը, մհեր էր, տեսակը գա, ասեցին, որտեղ մի հատ աղջիկ մոտեցավ, ասեց ձեզ միշտ, բարև ձեզ, մեր ուր եք է, մենք էլ անհանգստանում ենք, հուզվեցինք, ձեր անունը շփոթեցինք, Լավ եք։ լավ ենք, Լավ, նորմալ։ Բայց մորուք չկար եմ։ Քիչ էր եղած։ Քիչ շատացել։ հա, Ոնց է ձեր առողջականը գործերը։ ամեն ինչ լավ է, ուրախ ենք, որ դուք ստեղ եք, ու ձեզ լավ երեկո։ Ես էլ համոզված, որ եթե ստեղ ես կմոտենաս, Անահիտն էլ որ անունը շփոթեց, լավ, էլի մասիվում եք ապրում։ Հա։ Դեռ հա։ Դեռ հա։ Դե հաջողություն։ Հաջողություն մեր ջան։ Մեր մատուցողները, մհերը, Գիլենը և մի հատ շատ հոյակապ աղջիկ էր։ Որն էր Անահիտ մեր աղջիկը։ Հա, այս աղջիկը ինքը մոտեցավ, ասեց դուք միշտ գալիս եք, բայց այս անգամ ինչի մհերը չի ձեզ։ Մենք էլ ասեցինք, վայ, գործ էր անում մհեր էր։ Ու երեքով որոշել են մեզ սենց հյուրասիրեն, մենք գոռացինք, ճվացինք, վեկացանք, ասեցինք գնում ենք էլ, երբեք ստեղ չենք գա։ Հետո հետ եկանք, շատ շնորհակալ ենք։ Արդեն իրանց ասել ենք, բայց մի հատ էլ եթերում ասենք։ Լնայ սառույցներ են դրել։ Որ սառը մնա։ Հա, նույնիսկ սենց է, հա։ Լավ, ձմերուկ ուտենք։ Ուրեմն մեր մատուցողից, մհերից մի բան սովորեցինք, ես ճիշտ ասած չգիտեի, դու գիտեիր նե։ Վիլենից։ Ես ինչ ասեցի։ Մհեր։ Հա, չէ, Վիլենից ճիշտ է, մհերը չէր։ Վիլենից բան սովորեցինք, դու գիտեիր դրա մասին։ Անահիտ դու գիտեիր։ Չէ։ Ոչ մեկս չգիտեր, ես էլ չգիտեի։ Մենք հարցրեցինք, սա տեղական է, ասեց, հա, ասեցինք արդեն կա։ Ասեց ուրեմն փոքր մասիսը հենց ձունը հալում է, ուրեմն ձմերուկը արդեն կա։ Սիսը ոչ թե մասիսը։ Դե փոքր մասիսը սիսը, չէ՞։ Չէ։ Չէ, ես Արարատ լսել եմ, բայց փոքր մասիս չեմ լսել։ Սիս մասիս։ Հա, ճիշտ է, սիս, լավ, սիս։ Կներեք։ Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք, շատ հաճելի տեղ էր, հաճելի մթնոլորտ էր, հաճելի նելիներ մեզ հետ։ Հաճելի սրույց էր։ Այո, ամեն ինչը հաճելի էր։ Ասեմ, աֆիցիանտները շատ հավանեցինք աշխատանքը, ոչ թե որ մեզ ձմերուկով հյուրասիրեցին, այլ ես հետևում էի, շատ էներգիչնի բոլոր սեղած, այո, բոլորին էր նույն վերաբերում։ բոլոր սեղաներին շատ ուշադիր հասցնում էին, դե մի քիչ անհարմար զգացի գինը ցույց տամ, բայց ասեմ, որ մոտավորապես պատկերացնեք, մի քիչ, շատ քիչ Փարիզյանից բարձր ու շատ ավելի ցածր, քան թե կոնդում Արմենի մոտ էր։ Գները, այտենց։ Հայերժան, կարելի է դեմքը։ Հրեշտակի դեմքը ցույց տալ։
Ասասկեսու։ Էլ մի գլխին նստեք երեխույա։ Սարին դուզ մաչուստաս։ Պակա։ Ասա պակա։ Պակա է։ Ստեսուն։ Ձեզ լավ երեկո։ Ձեզ նույնպես շնորհակալ ենք։ Իս բալիկին էլ Աստված պահի։ Դե հրաժեշտ տվեցինք։ Ինչ ասեց։ Ինչ ասում։ Ինչ ասում։ Ասեցի մերոնց, ասեցի որ նա իրանց։ Ես կարծեի երեխան ինչ-որ բան ասեց քեզ։ Դե երեխայի հրաժեշտից լավը չկա երևի։ Անայտը գնաց։ Էդար Անայտ։ Ասում են Հանելին եմ օդրուկ բռնում, ասում ենք պետք է տարբեր կողմերից խոսենք, որ լսվի։ Այո։ Ների ջան, քեզ էլ շնորհակալություն լավ երեկոյի համար։ Դե հա, ես ասում եմ, որ դու ասես։ Միշտ առողջ Եվ խաղաղ երկինք։ Այո։ Ստեսություն ձեզ բոլորին։ Ստեսություն ձեզ։ Սիրով Երևանից։